Պարոն Սարուխանյան, նախ սկսենք գլխավոր դատախազին ուղղված ձեր հարցադրումներից, ըստ էության դուք Տիկին Վարդապետյանին առաջարկում էիք, որ կալանավորի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որովհետև ասում էիք կազդի վկաների ցուցմունքների վրա, քանի որ նրանք աշխատում են Գյումրու քաղաքապետարանում, արդեն իսկ Վարդան Ղուկասյանի ենթակայության ներքո ձեր ասածը ինչ էր։ Նարեկ ջան, ես կալանավորել բառ չեմ օգտագործել, եթե նման առաջարկություն լիներ, կասեի, ուղիղ կասեի, բայց ես արձանագրել եմ այն, ինչ հիմա տեղի ունենում, այսինքն ինչ է տեղի ունեցել։ Փաստացի կան ենթադրաբար կատարված հանցագործություններ, որոնք կատարվել են ի պաշտոնե, այսինքն անձի, ով որ համայնքի ղեկավար է եղել, ամբողջ քարոզարշավի ընթացքում հրապարակային մի քանի անգամ անվազն ես լսել եմ, որ հրապարակում է մարդ ասում է, որ եթե էլի հնարավորություն ունենայի, էլ այդ հողատկացումները կանեի, կապ չունի 60 հոդվածի տակ է, ինչ հոդվածի տակ է եւ այլն։ Նմանատիպ դրվագներով փաստացի անցնում է այդ քրեական գործը եւ բացի այդ ամեն ինչից կան նաեւ գործող վկաներ, ովքեր որ այդ մարդիկ այս ընթացքում սույն անձը չի եղել համայնքի ղեկավար եւ իրենց վերադաս եւ ազդեցություն չի կարողացել գործարկել վկաների վրա, հիմա արդեն վերադառնալով պաշտոնին արդեն ազդեցություն կարող է գործարկել վկաների վրա։ Ամբողջ հարցը սա է, ես Տիկին Վարդապետյանին հարցրել եմ, որպեսզի Տիկին Վարդապետյանը բնականաբար ոչ քաղաքական տա իրավական գնահատական։ Իրավական գնահատականը բոլորը լսեցիք։ Դուք ինչպես եք պատկերացնում, օրինակ, ինչ պետք է արվի, որ Վարդան Ղուկասյանը ձեր այդ մտավախությունները, որ ունեք ազդի, ցուցմունքների վրա դա տեղի չունենա։ Իմ պատկերացմամբ իրավական առումով պետք է միջոցներ ձեռնարկվի, որպեսզի այդ ազդեցությունը չլինի։ Դա կալանքն է։ Դե ես չգիտեմ, ես իրավաբան չեմ մասնակցությամբ, դրա համար Տիկին դատախազին հարցրեցի, ես իրավաբան չեմ, ես քաղաքական գործիչ եմ, իրավիճակը ներկայացրեցի եւ հարցրեցի։ Տիկին Վարդապետյանը այդ ամենին տվեց իր մասնագիտական իրավական գնահատականը։ Ամենայն դեպս դատական նիստերը, որոնք որ այս ընթացքում ընթանում են, տվյալ ենթադրաբար հանցագործությունների գծով իմ ունեցած տեղեկություններով փակ են ընթանում։ Այսինքն հանրությունը չի կարող հետևել այդ ընթացքին, որովհետև որքան տեղյակ եմ, միջնորդել է պատասխանող կողմը, որ անձնական տվյալները պարունակում եւ այլն եւ այլն։ Իմ առաջարկը գլխավոր դատախազին այն է եղել, որ նաեւ ուշադրության կենտրոնում պահի։ Պարոն Սարուխանյան, դուք պատասխանի առաջին մասում այսպեսի միտք ասեցիք, եթե ուզեի ասեի կալանավորել, այդպես էլ կասեի, հա, մոտավոր նման միտք ասեցիք։ Դուք դա այսինքն նորմալ է, քաղաքական թիմի ներկայացուցիչը կարող է նման ցանկություններ հայտնել։ Նարեկ ջան, ես ոչ թե քաղաքական թիմի ներկայացուցիչը կարող է, ես խնդրում եմ իմ ասածը չսադրել, իմ ասածի մեջ բացարձակ հասկանալ դա ինչ է նշանակում, որ այսինքն դա նշանակում էր այն ինչ որ ես ուզում էի ասել, այն ինչ որ ես ուզում էի ասել, դա ասեցի։ Ձեր ենթադրաբար ասելիքը չեմ ասել։ Չէ, բայց հետաբար ինչ էլ եմ ասում, եթե ինչ որ բան ուզեի ասել, դա կասեի, ու ասել եմ։ Այսինքն ասել եմ այն կալանավորելը։ Ես խնդրում եմ բերեք ենթադրություններից, եթե ուզեի կալանավորել ասել, կասեի։ Դա բայց այդպես հեշտ է, դատախազին ասել ես ինչ մարդուն կալանավորել։ Դե դա արդեն իմ անելիքն է, ես ազգային ժողովի պատգամավոր եմ եւ իմ լիազորությունների շրջանակներում ես իմ աշխատանքն եմ կատարում։ Այնպես որ այդտեղ հեշտի ու բարդի անկախնալի վրա։ Դե այդ եմ ասում, ես եթե ասեի, հիմա դուք խոսում եք այն բանի մասին, որ ես չեմ ասել։ Հա, չէ, մենք ոչ թե խոսում ենք այն բանի մասին, ինչ դուք չեք ասել, այլ մենք խոսում ենք այն բանի մասին, որ դուք չեք ասել նման։ Ես ցանկանում եմ խոսել այն բանի մասին, որը ես ասել եմ։ Հասկացանք։ Պարոն Սարուխանյան, Սերժ Սարգսյանն ասում է, որ հասունացել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը, դուք ինչպես եք արձագանքում երրորդ նախագահի այս հայտարարությանը։ Սերժ Սարգսյանը իմ կարծիքով այդ առանցաբար է ասում, ինչով է տեսել, որ հասունացել է կամ որտեղից է ենթադրում Սերժ Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի հարգանքը, սերը եւ Սերժ Սարգսյանը ի տարբերություն
Նիկոլ Փաշինյանի դրա բացարձակ տոկոսային առումով բացարձակ զերոական վիճակ է իր մոտ։ Դուք նկատի ունեք ՔՊ գրասենյակում հավաքված ժողովրդի սերն ու ոչ միայն ես նկատի ունեմ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, որովհետև մշտապես այո, մշտապես շփվելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու քաղաքացիների հետ, ես դա նկատում եմ խոսելով մարդկանց հետ։ Բոլորը Նիկոլ Փաշինյանին են։ Դե բնա մեծամասնության մասին եմ խոսքը։ Ես ասացի ժողովրդի մեծամասնության խոսքը մեծամասնության մասին է։ Կարող է նվազած լինի մի մասով, կարող է աճած լինի մեկ այլ մասով։ Մի հատ հասարակ օրինակ բերեմ, Նարեկ ջան։ 20% է ասում են հասել։ Հիմա հասարակ օրինակ բերեմ, մենք 2021 թվականին Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թիմ ընտրություններում, ոչ թե խորհրդարանական ընտրություններում ստացել է 8000 քվե եւ 4 տարի անց ստացել է 17000 քվեն, քաղաքացիական պայմանների կուսակցությունը։ Ես օրինակ եմ բերում, հետեւաբար, չէ, բացարձակ, եթե մեկը դա ասեր, պետք է կարողանար նաև հիմնավորել, թե չէ շատ մարդիկ շատ բաներ կարող են ասել։ Եթե հիմնավորում կա, նման փաստեր կան, խնդրեմ, թող դիմեն համապատասխան մարմիններին, Արեգ ջան։ Տեսեք, քանի որ այդ թեման բացվեց, ասում են Նիկոլ Փաշինյանը պետք է վերանայի իր Գյումրիի թիմը, որովհետև ասում են նաև ձեր անունը տալով, ասում են Կարեն Սարուխանյանը բան անում, չի կարողանում ապահովել այն ինչ ներկայացնում է իր մասով, որ Գյումրիում ունի, օրինակ թե քվեներ ապահովելու, թե ժողովրդի ձեր ասած սերն ու հարգանքը վայելելու մասին։ Նարեկ ջան, ես ձեր հարցի պատասխանը քիչ առաջ տվեցի ասելով, որ 2021 թվականին Դա ձեր շնորհքն էր։ Նաև ոչ միայն իմ, հենց քանի որ թիմից խոսեցիք, թիմի մասին է խոսքը, այո, դա թիմային աշխատանքի արդյունքն է դա, Նարեկ ջան, դա ինչի՞ դա մենակ Կարեն Սարուխանյանի շնորհքը չէ, դա նաև Տիկին Պալյանի շնորհքն է, դա նաև մեր տեխնացուի Սարիկ Մինասյանի, դա նաև Դավիթ Արուշանյանի, դա նաև մնացած մեր բոլոր թիմակիցների, եթե ես ոչ միայն չեմ խանգարում, այլ ես ամեն ինչ անում եմ իմ քաղաքական թիմի համար։ Շարունակելով իշխանափոխության։ Ոչ թե չեմ, իմ պատասխանը հասկացաք։ Շարունակելով իշխանափոխության թեման, դուք չեք կարծում, որ այս խնդիրների ֆոնին 26 թվին մեծամասնություն չեք կարողանա միայնակ կազմել։ Ուժը նկատի ունեմ։ Նարեկ ջան, ես վստահ եմ, որ կկազմենք մեծամասնություն, շփվելով քաղաքացիների հետ, ամենօրյա աշխատանք տանելով, թե Գյումրիում, թե մեր մարզում, թե Երևանում։ Մեծամասնություն կազմել։ Այո, բայց ինչ տեղի ունեցավ, բոլորը տեսակ ինչ տեղի ունեցավ։ Դա արդեն հարցի երկրորդ կողմն է, բայց շատ կարևոր արձանագրում մենք շատ կարևոր արձանագրում արեցինք, դա մեզ տված ձայների քանակներ, որը ես ասեցի։ Այո, միանշանակ ընդունում եմ 50+1 չէ, բայց ամենաշատ ձայներն եք ստացել եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ունի ամենաշատ մանդատները այսօր Գյումրու քաղաքապետարանում եւ բնականաբար իր անելիքները շատ մեծ են եւ իրացնելու են իրենց մանդատները ամբողջությամբ։ Հարկահամարեն ներկայանալ նիստերի։ 3 եթե տեղեկացրել եք մեր տեխնացոնով, որ գլխավորելն է նաև խմբակցությունը, այս խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ասաց, որ այո, քաղաքային իշխանության ձևավորման օրակարգի շուրջ չենք հավաքվելու, այսինքն չենք մասնակցելու քաղաքային իշխանության ձևավորման օրակ, որը առաջին նիստն էր, քաղաքապետի ընտրություն եւ այլն, բայց քաղաքին վերաբերող ու քաղաքին տանջող բոլոր հարցերի շուրջ մենք ակտիվ ներգրավվածություն կունենանք։ Դուք չեք կարծում այնուհանդերձ, որ 26-ին հնարավոր է իշխանափոխություն։ Նարեկ ջան, ինչ ես համոզում, ոչ, բացառվում է։ Ոչ միայն չեմ կարծում, այլ նաև բացառում եմ։ Խնացախցին ինչու պետք է ընտրի։ Ես ձևավորեք։ Խնացախցին կընտրի մեզ, կգա ժամանակը եւ կտեսնեք։ Ի պատասխան, որ արդեն
գնդակները որովհետև մենք այն իշխանությունն ենք, որը խաղաղության օրակարգ է ձևավորում եւ ամեն որի խոստացած խաղաղության շնամական գնդակը։ Ջան, խնդրում եմ, դուք ձեր կարծիքն եք, հիմա հարցազրույց է, մենք չենք բանավիճում։ Չենք բանավիճում, ես դուք ձեր հարցը, դուք մեկնաբանեք իրավիճակը։ Շատ լավ, դա ձեր կարծիքն է, ես էլ ունեմ իմ կարծիքը։ Ներողություն, այսինքն իմ կարծիքն է, որ գնդակը մտել է խնածաղցություն, թե ակնհայտ փաստ։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դա արձանագրվել է եւ կոչ է արվել հակառակ կողմին, որպեսզի հետաքննություն հասկացվի եւ հետաքննության արդյունքում Նարեկ ջան 2024 թվականը Հայաստանի Հանրապետության համար ամենախաղաղ տարին է եղել։ Իսկ մեկ այդ դրվագը մեջ բերել ընդհանուր ֆոնի վրա, դա սխալ է իմ կարծիքով։ Իսկ թող հետաքննվի, կարող է դա անձով պայմանավորված ինչ-որ արարք է եղել, թող հետաքննվի, բարձրաձայնվի, երկկողմանի հետաքննություն լինի։ Ինչի մասին է խոսքը, բայց այդ ամենը մասսայական բնույթ չի կրում։ Իսկ մենք դա ապացուցել ենք, որ այո, հնարավոր է խաղաղ ապրել։ Դա 2024 թվականը համեմատաբար ամենախաղաղն է եղել։ Ինչ անել։ Ալիևին ինչպես պետք է զսպել։ Ես չեմ պատրաստում այդ հարցին պատասխանել, դա արդեն դիվանագիտական մեր համապատասխան գործընկերները այդ մասով կզբաղվեն եւ կաշխատեն։ Դուք ինչպես եք մեկնաբանում Հայաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները այրելու այդ ակցիաներին։ Վատ, միանշանակ վատ, որովհետեւ դրանով որևէ հարց չի լուծվում, ասենք այրեցին, եթե իմանանք, որ դրանով ինչ որ մեծ գլոբալ հարց է լուծվելու, բոլորը թող միանան եւ այրեն, բայց բոլորս հասկանում ենք, որ դրանով լուրջ հարց չի լուծվում։ Եվ հակառակը դա կարող է նորից ազդել այն օրակարգի վրա, որով մենք հիմա գնում ենք։ Որ օրակարգի։ Խաղաղության օրակարգի։ Բայց օրինակ ինչքան ժամանակ է որ համաձայնեցրել են պայմանագրի նախագիծը, ստորագրման հետ կապված որոշակի չկա։ Ամենայն դեպս երկկողմանի համաձայնություն կա, դուք եք տեղյակ, սպասում ենք ստորագրման եւ լիահույս ենք, որ Ադրբեջանի կողմը, այնտեղի իշխանությունները կգնան այդ քայլին, քանի որ մենք հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք ստորագրման։ Տեսեք, որ ասում եք դրոշ այրելը խանգարում է խաղաղության օրակարգին, բայց այս վերջին մեկ ամսվա ընթացքում սա կարծեմ ինչ սկսել են կրակել ադրբեջանցիները, առաջին դեպքն է, որ դրոշ է այրվում, այս մեկ ամսվա ընթացքում նկատի ունեմ։ Ապրիլի 24-ին է մոտեցել եւ անցել։ Իմ հարցն այն մասին է, որ այս մեկ ամսվա ընթացքում դրոշներ չեն այրվել, բայց մենք թշնամու կողմից խաղաղությանը միտված քայլեր չենք տեսել, ընդհակառակը կրակոցներ ենք տեսել։ Կրակոցներ չենք տեսել, մեկ դեպք է եղել, որը պաշտոնապես արձանագրված է, մեկ կամ մաքսիմում կարող է երկու, ես չգիտեմ, չեմ կարող այս բանը ասել։ Համենայն դեպս այս պահին Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրում է խաղաղություն։ Դա հստակ արձանագրված է։ Եվ որ դրոշները այրում են, դուք դա ինչպես եք մեկնաբանում, ինչ նոր ասեցի Նարեկ ջան, լավ չեմ ընկալում, համենայն դեպս ես չէի այրի, ես չեմ ուզում մեղադրել մեր քաղաքացիներին ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, բայց ես չէի այրի դրոշը, ցանկացած դրոշ, այդ թվում նաև իմ թեք, որովհետև ես, եթե իմանայի այդ դրոշը այրելով թեկուզ իմ թշնամու, եթե ես իմանայի, որ այդ դրոշը այրելով ես ինչ-որ իմ հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը մեծ մի բան է շահելու կամ իմ թշնամին թեկուզ տուժելու է, կարող է եւ գնա, բայց փաստացի չկա նման բան, բոլորս դա գիտակցում ենք եւ հասկանում ենք։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության հարևան երկիրն է այս պահին, իսկ մենք պետք է մեր բոլոր հարևանների հետ հնարավորինս լավ հարաբերություններ ունենանք։ Ես ձեր հարցին պատասխանեցի, Նարեկ ջան։ Այսքան։ Ավարտեցինք, ես եմ շնորհակալ։